Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթև Մարաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ օրթոպեդ, վնասվածքաբան, արթրոսկոպիկ և սպորտային վիրաբույժ Նարեկ Չարիկյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ես ուզում եմ մեր բոլոր ռադիոլսողներին տեղեկացնել, որ այսօրվա հաղորդումը բոլորի համար է, բոլոր նրանց համար, ովքեր ունեն հոդեր, այսպես նույնիսկ կարող եմ ասել, որովհետև ինչպես մեր նախնական զրույցում ասեցի, տպավորությունը, որ հոդերի մաշվածությունը հատուկ է 60+ տարիքի մարդկանց, բայց ցավով պիտի նկատենք, որ շատ ավելի երիտասարդ տարիքում ունենում ենք արդեն այս խնդիրը։ Ինչ է ասում ձեր պրակտիկան այս մասին։ Այո, այսօր ցավոք սրտի հիվանդությունները երիտասարդացել են ու բոլորը սկսած 25 տարեկանից մինչև մեծ տարիք ունեն հոդերի խնդիր, հոդային մաշվածություն։ Հոդային մաշվածությունը երկու բառով ասեմ, հոդաճառը Աստծո կողմից տված այն հյուսվածքն է, որ ուղղակի մի անգամ է տրվում եւ չվերականգնվող հյուսվածք է, այսինքն ինքը տարիների ընթացքում ուղղակի մաշվում է։ Ինքը հիալինային աճառային հյուսվածք է եւ կոնկրետ վերցնենք ծնկան հոդերը, ծնկան հոդերում հիալինային աճառները պահպանում են ծնկան հոդում գտնվող մահիկների կողմից, ժողովուրդը գիտի որպես մենիսկ, որը որ սպորտային վնասվածքների ժամանակ է դա վնասվում։ Երբ առաջանում է այդ մաշվածությունը, ցավոք սրտի բուժումը բավական բարդանում է։ Ուստի միանշանակ գրագետ կլինի, երբ որ կանխարգել ենք, այսինքն չհասնենք այդ մաշվածությանը։ Այսինքն մենք կարող ենք նաև կանխարգել ամենակարևորը, եւ եթե այո, ապա այդ ինչպես։ Այո, վերցնենք ծնկան հոդը, ուրեմն ծնկան հոդը ֆիքսվում է երկու մահիկների, կապանների օգնությամբ, ցավոք սրտի տարբեր վնասվածքների պատճառով, նույնիսկ կենցաղային վնասվածքներ, ոչ միայն սպորտային, կարող է մենիսկները վնասվել։ Երբ որ մենիսկը վնասվում է, ինքը լրացուցիչ պատճառ է դառնում, որպեսզի հոդը վնասվի։ Այսինքն, երբ որ ազատ մահիկը խաղում է հոդի մեջ, ինքը լրացուցիչ սկսում է առաջացնել հոդաճառների մաշվածություն։ Վերցնենք օրինակ լյարդային հյուսվածքը, ինքը անդադ ռեգեներացիայի ենթարկվող հյուսվածք է, այսինքն մարդը ինչքան էլ ալկոհոլ օգտագործի, ինքը վերականգնվում է մինչև որոշակի փուլ։ Իսկ հոդաճառները լինելով պինդ հյուսվածք, տարիների ընթացքում անդադ ձեռք են բերում որոշակի մաշվածություն։ Ուստի եթե վնասվածքել մարդը չստանա, բայց ունենա ծանր կյանք, ծանր նագրոսկաներ եւ որոշակի տարիք, այդ ժամանակ հոդաճառները ուղղակի տարիների ընթացքում մաշվում են։ Կանխարգելում ինչա նշանակում։ Հոդաճառը ազդանշան է տալիս, այսինքն ցավի տեսքով ազդանշան է տալիս, երբ որ պացիենտը զանգում է, ասում է ծունկս ցավում է, դա նշանակում է ազդանշան է օրգանիզմի կողմից, որ հիվանդը արդեն դիմի բժիշկի, բայց ցավոք սրտի հասարակության մեջ ընդունված է, ոչինչ կանցնի հասկացողությունը կամ դիմենք դեղատուն, մի հատ ցավազրկող տվեք, խմենք, միան որոշակի տեսակետից հիվանդը ընկնում է ռեմիսիայի փուլում ու մտածում է, որ իր խնդիրը անցել է, այսինքն ինքը մի հատ ապտեկայից ադվիլ, իբուպրոֆեն խմելով այդ ժամանակ իր ցավը անցնում է, նշանակում է, որ ինքը մտածում է, որ բուժվել է, ու չի գնում ուղղակի պարզ հետազոտության, դա ընդհանրապես բժշկի կոնսուլտացիան է եւ սոնոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի հայտնաբերվի այդ խնդիրը։ Նույնիսկ եթե խնդիր չեղավ, մենք կարող ենք ուղղակի պացիենտին ճիշտ խորհուրդ տալ, որ հետագա իր կյանքում ոչ մի խոչընդոտ կամ խնդիր չառաջանա։ Ուստի այդ հասարակության մեջ ընկած մտած պահ է, որ բայց քիչ-քիչ կոտրվում է, չէ՞, սա էլ արդեն։ Պետության կողմից տրամադրվող այս աջակցությունները, ապահովագրական տարբեր ծրագրերի միջոցով մարդկանց մեջ ընկղմով այն գաղափարը, որ կամաց գնում ենք պետության կողմից աջակցվող բժշկությանը, կանխարգելիչ բժշկություն, ինչպես որ Եվրոպայում է, ուստի այդ պարագայում բազմաթիվ մարդիկ արդեն դիմում են։ Դա շատ է օգնում, որովհետև շատ հասարակության մեջ մարդկանց մեջ մտածային բանի, եթե դիմում ենք բժշկի, ուրեմն հեսա մեծ ծախսեր, չգիտեմ, ինչ առաջանալու է սա։ Ցավոք սրտի, շատ ուրախ եմ, որ այդ կարծրատիպը արդեն կոտրվում է, մարդիկ իրոք պոլիկլինիկայի հաճախականությունը, հիվանդանոց հաճախելիությունը բավական մեծանում է։
Բայց դրան գումարած նաև մեր կրթվածության մակարդակն էլ փոքր-ինչ փոխվել է, եւ եթե տարիներ առաջ շատ ավելի շատ էին հանդիպում դանակը ոսկորին այսպես հասած դեպքեր, հիմա կարծես թե քիչ-քիչ նաև առաջնային հենց ազդակի դեպքում դիմող պացիենտները եւս Համակարծիք եմ, մանավանդ երիտասարդները կարծում եմ։ Համակարծիք եմ, որտեղ շատ բուժառուներ իրոք ինչ որ մի հատ թեթև խնդրի դեպքում դիմում են, բայց լիարժեք դա փոխված չի։ Ես Սրանք դրան էլ կհասնենք։ Միանշանակ հասնելու է, որովհետև պետությունը անում է այդ բոլոր ծրագրերը, որ հիվանդը իր մեջ մտնի այն գաղափարը, որ կարող է հանգիստ դիմել բժշկի առանց խնդիրներ առաջանալու։ Մենք պացիենտներ ունենք, ինքը իրոք ոչ մի խնդիր չկա իր մոտ, ուղղակի սովորությունա դարձած, օրինակ ամեն անգամ գա, ասի եղունգից ծայրը ցավում է կամ չգիտեմ, այս հատվածը ցավում է, դա տարբեր տեսակի իհարկե մարդիկ են, որոնք որ համ լավ է, համ ժամանակի բժշկի կողմից ժամանակի անիմաստ կորուստ։ Դե ես միշտ ասում եմ, մենք կարող ենք ասել առողջապահական համակարգը հասել է իր զարգացվածության այն մակարդակին, որի մասին երազում ենք այն դեպքում, երբ բժիշկը կասոցացվի ոչ թե հիվանդության, այլ առողջության հետ։ Այսինքն մենք բժշկի մոտ գնում ենք ոչ թե հիվանդությունը բուժելու, այլ գնում ենք բժշկի մոտ, որտեղ չենք ուզում այդ հիվանդությունը զարգանա։ Հենց այդ ժամանակ կարող ենք հաջողության մասին բացատրել։ Այդ դեպքում պետության վրա ավելի էժան կնստի։ Իհարկե, անհատի վրա եւս։ Այո, կանխարգելիչ բժշկություն դա միանշանակ ավելի ճիշտ է։ Մեր բոլոր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար տեղեկացնել, որ հավելյալ տեղեկությունների ու հարցադրումների համար կարող են զանգահարել 077 33 0770 համարով եւ Ուզում կենսակերպի մասին նաև խոսենք, որովհետև շատ հաճախ որքան էլ մեզ բնությունը լավ օժտել է, լավ թրծել ու ուղարկել է, հա, դեպի կյանք, միևնույն է մենք մեր սխալ ապրելակերպով կարող ենք ամեն ինչ ջուրը գցել։ Դիցուկ օրինակ ավելորդ քաշը կարող է հոդերին մեղմ ասած այդքան էլ հանգիստ չթողնել։ Մնացածի մասին էլ խնդրեմ դուք ասեք։ Տեսեք, ես մի հատ sense գաղափարախոսություն ունեմ, որ բժիշկը նրա համար է, որ մարդու կյանքի որակը պահպանի ու աջակից լինի, որ մարդը իր կյանքի որակից չընկնի։ Այս պարագայում ես իմ տեսակետը այն է, որ ես այդքան չեմ խոսում քաշից, նագուսկանից, դա նորմալ է։ Մեր բնակչությունը տենց է։ Երբեք չես կարող ասել, հա, չգիտեմ, սննդակարգիդ հետև, բայց ավելին ասեմ, որ այսօրվա հասարակությունը շատ ավելի փոխվել է։ Այսօր հեշտացել է կյանքը։ Հին ժամանակներում մարդիկ անընդհատ մտածում են 3-4 տեսակի ուտելիք սարքելու մասին, ոչ լվացքի մեքենա կար, ոչ բան, այսինքն այդ վաղտվա կանայք, որոնք հիմա մեզ դիմում են, լուրջ խնդիրներով են։ Իսկ հիմիկվա երիտասարդները արդեն դուք եք տեսնում, ինչքան ռեստորաններ կա, կաֆեներ կա, ամբողջությամբ պատվերների մեջ, այսօր ոչ մի երիտասարդ աղջիկ չես կարող ասել գնա տունը մաքրի, ինքը կգնա, կզանգի, կգան կմաքրեն, այսինքն շատ է այդ առումով հեշտացել։ Դրա համար 20 տարի հետոյի բժշկությունը կարող է այլ լինի, ինչը որ հիմա մենք ունենք։ Ես ուզում այո, ինչը որ մենք հիմա ունենք, ես ուզում եմ դրանից խոսամ։ Առաջինը հենց սպորտային տրավմաներն են։ Առաջ լիժակշելը դա ավանդույթ դժվար հասանելի սպորտաձև էր։ Հիմա դուք եք տեսնում, դա արդեն բոլորին հասանելի, այո։ Լիժան դա այդ վիճակը բոլորին հաճելի է։ Բավական շատ վիրահատություններ եմ արել ծնկանհոդի կոնկրետ արտրոսկոպիկ եղանակով, 2 փոքրիկ անցքով, մենիսկի վնասվածքները, խաչաձև կապանները, կոլատերալ կապանները, այսինքն ծնկանհոդը ֆիքսող ստրուկտուրաների վնասումները, որոնք հաճախակ են առաջանում սպորտային տրավմաների հետևանքով, ավելացեմ նաև կենցաղային տրավմաների հետևանքով նույնպես կարող անփույթ շարժում, օրինակ կքանստելուց։ Այդքան հեշտ է վնասելը մենիսկը։ Պատկերացրեք, այո, կքանի ստանելուց անզգույշ բարձրանալը կարող է մենիսկի վնասում առաջանալ։ Այսինքն ես ուղիղ հարված տամ ծնկանհոդին, մենիսկը չի վնասվի, կարա ծնկոսկրը ուղղակի կոտրվի, բայց մենիսկը չի վնասվի, այսինքն ցանկացած ռոտացիոն շարժում, ցանկացած անփույթ շարժում ծնկանհոդում առաջացնում է մենիսկների եւ խաչաձև կապաների վնասում։ Այսօր բավական մեծ փորձառություն ես ունեմ տարբեր երկրներից վերցրած հասել ենք նրան, որ վիրահատությունը արվում է լիարժեք փակ եղանակով, այսինքն 2 փոքրիկ անցքի միջոցով, կամերայով, մտնում ենք հոդի մեջ, առանց կտրվածքներ անելու խաչաձև կապանը վերականգնում, դա all inside, այսինքն լրիվ փակ եղանակն է։
Մենիսներն էլ առաջներում ուղղակի կտրում հեռաստում էին, մենք շատ պացիենտներ են մեզ դիմում 20 տարի առաջ մենիսկը բաց եղանակով հեռացնելով, իսկ հիմա լիարժեք փակ ու նույնիսկ չենք էլ հեռացնում այդ մենիսկը, մենք վերականգնում ենք, այսինքն օրգան պահպանող վիրահատություն ենք անում, այսինքն ստացել է վնասվածք, մենք վերականգնեցինք, խնդիրը անցավ ու հիվանդը 2-3 ամսից անցնում է իր սպորտային կյանքին։ Նույնիսկ սպորտային կյանքին։ Ցավոք սրտի որոշ բուժառուներ սպասողական ռեժիմ են պահպանում, ցավազրկողներով ռեմիսիայի փուլ են դնում այդ խնդիրը, վախենում են դիմել, չես հասկանում ինչու, դիմում են արդեն, երբ որ առաջանում է արտրոզ, երբ որ վնասված մենիսկը կամ խաչաձև կապանը ազատ հոդում խաղում է, իրան առաջանում է հոդի անկայունություն, իսկ հոդի անկայունությունը բերում է հոդաճառների մաշվածություն։ Այդ ժամանակ արդեն ուշացած փուլում տարիներ հետո ստիպված առաջարկում ես մեզ հայտնի, բոլորին հայտնի էնդոպրոթեզը։ Ու էնդոպրոթեզը այսօր դարել է արդեն համ հասանելի, համ բժիշկների համար բավական պարզ վիրահատություն, կարճ ժամանակում առաջ 7 ժամ էր տևում այդ էնդոպրոթեզ տեղադրելը, հիմա ժամ 15-20 րոպե մենք էնդոպրոթեզը տեղադրում ենք, հիվանդը ամիսու կեսից վերադառնում է իր բնական կյանքին։ Նու էդ էլ համար եմ վճիռ չի, եթե նույնիսկ հասել է այդ մաշվածության միշտ լուծում կա իհարկե։ Բացապես որոնք մենք նախընտրում եւ որ ճանապարհով գնա։ Եթե էնդոպրոթեզը տեղադրվեց, օրգանիզմը ամբողջությամբ ստուգելուց հետո իհարկե ինֆեկցիոն բոլոր բարդությունները կանխարգելելուց հետո, էնդոպրոթեզը տեղադրելուց հետո հիվանդը լիարժեք անցնում իր բնական կյանքի։ Ես ունեմ հիվանդ, ում տեղադրել եմ էնդոպրոթեզ, այսօր լիժա է քշում։ Այսինքն դա երբեք դատավճիռ չի։ Որոշակի տարին մեկ կոնսուլտացիա եւ հետազոտություն եւ հիվանդը ոչ մի խոչընդոտ չունի, եթե նույնիսկ էնդոպրոթեզավորված է։ Այդ հարցը շատ են տալիս, մենք իրականում բժիշկներ ենք, էնդոպրոթեզ արտադրողները չենք։ Բայց դե փորձը։ Այո։ Այսօր Հայաստանում բազմաթիվ ֆիրմաներ են ներկայացնում տարբեր էնդոպրոթեզներ, մենք բոլորը առաջարկում ենք մեր հիվանդներին տարբեր երկրներ, ասիական, եվրոպական, ամերիկյան երկրների արտադրության էնդոպրոթեզներ, որոնք որ մենք հիմնականում առաջարկում ենք այն էնդոպրոթեզները, ու որ մենք տեղադրել ենք մեր պացիենտներին, ունենք իրենցից գոհունակություն։ Ու այդ էնդոպրոթեզ ունի կյանքի մեծ պատմություն, այսինքն այդ էնդոպրոթեզը տեղադրվել է հազարավոր պացիենտներին ու այդ պացիենտներն ունեն իրենց գոհունակությունը։ Այսօր Հայաստանում իհարկե կան ասիական երկրների արտադրված էնդոպրոթեզներ, որոնք ունեն, չեմ ասում 20 տարի, բայց ունեն 5 տարի կամ 10 տարվա պատմություն, որոնք որ էլի բազմաթիվ հիվանդերին տեղադրելով ունենք այդ ֆիդբեք հասկացողությունը, գոհունակությունը ու ուստի առաջարկում ենք։ Ու ավելացնեմ այն, որ այսօրվա 2026 թվականի հունվարի 1-ից կիրառվող օրենքի շրջանակներում դա իհարկե ես համարում եմ մեծ ձեռքբերում, որ պետությունը անում է, ֆինանսավորումը վիրահատության եւ էնդոպրոթեզի տրամադրումը։ Իսկ պրոթեզի վճարումը եւս էնդոպրոթեզ, այո, էնդոպրոթեզի վճարումը արվում է, այսինքն սիստեմի գաղափարային է, որ եթե հիվանդը ընդհանրապես վճարունակ չի, սոցիալապով խմբին է պատկանում, պետությունը տալիս է գումար, որով որ կարող ենք տեղադրել էնդոպրոթեզ, այդ էնդոպրոթեզով ինքը կունենա ֆունկցիայի կայունություն, այսինքն լիարժեք ֆունկցիա եւ ցավի բացակայություն, այսինքն կանցնի լիարժեք կյանքին։ Բայց նույն նաև մենք որպես բժիշկներ ասում ենք, որ կան էնդոպրոթեզներ, որ պետության սահմաններում թույլատրվող օրենքի մեջ կարող է կատարել վճար, հավելավճար, այսինքն ինքը ձեռք բերի ֆիրմայից, բայց առաջվա ինչ որ X գումարի փոխարեն վճարի ինչ որ մի գումար, որ կարողանա ձեռք բերի, օրինակ իրան հայտնի իր ուզած ամերիկյան էնդոպրոթեզը, որտեղ ամերիկյան էնդոպրոթեզը ինքնարժեքով իր արժեքը շատ բարձր է, էլի։ Նու պետությունը համենայն դեպս կատարում է քայլ, որ կարող են բազմաթիվ բուժառուներ օգտվել, ես արդեն բավական շատ վիրահատություն եմ արել, 10-ից ավել էնդոպրոթեզ եմ արդեն տեղադրել մի ամսվա կտրվածքով այդ շրջանակներում, որ պետությունը փոխհատուցում է։ Դա այս դեպքում, գիտեք, հիմնականում 65+ մարդիկ, ովքեր որ ունեն այս խնդիրը եւ պետությունն էլ փոխհատուցում է այս անհատների, վիրահատման գումարը,
Սա ահռելի աշխատանք է, ինչու, որովհետև մենք հայերս, երբ որ 65+-ում ենք լինում, մտածում ենք, որ բոլոր ֆինանսները պետք է ուղղված լինեն երիտասարդներին, այլ ոչ թե մեզ։ Եվ բոլորն ափսոսում են, այսպես կարող ենք նույնիսկ ասել։ Իսկ այս դեպքում մենք ունենում ենք կենսունակ եւ կյանքի բարձր որակով մարդիկ։ Այո, իրականում շատ պացիենտներ դժգոհությամբ էլի հայսաթա բնավորությունը ժողովրդի մեր ինչի 60-ից չի կամ ինչի 55-ից չի, ես միշտ բացատրում եմ, որ ժողովրդյան սա փուլային է ու պետությունն էլ մեր ունի սահմանափակ բյուջե, փոքր պետություն է ու ամեն քայլի համար պետք է շնորհակալություն հայտնել։ Մենք անում ենք վիրահատությունը, մենք բժիշկներ ենք, մենք օրենքներ ընդունողը չենք, պետության սահմաններում ընդունվել է այս օրենքը, մենք օգտագործում ենք այսպիսի բան։ Ու շատ թյուր ըմբռնում է շատ մարդկանց կողմից լինում, օրինակ գալիս են նստում են դիմացը ասում են նախարար ասել է իմ համար ձրիա սա։ Հասկանում եք, ինչքան է բացատրում ես։ Պահանջատեր լինելը շատ սխալ ենք հասկացել։ Այո, իրան գալիս են բացատրում, գիտեք ինչ, պետությունը կառավարության օրենքով դուք ենթարկում եք SS հետազոտություններին, SS վիրահատության, SS իմպլանտների օգտագործմանը, բայց որոշ բաներ դեռ ներառված չի։ Ու դա հեսա սա օրենքը, սա թղթաբանությունը եւ այլն, որ դու բացատրում ես լիարժեք, որտեվ տեսնում ես դիմացին այդ, մարդը, որը որ հասկանում է, բայց ճիշտ չի ըմբռնել, այսինքն խոսքը ճիշտ չի ըմբռնել, չի հասկացա, որ գիտեք ինչ կան։ Հիմա տեսեք, օրինակ գալիս են ասում են մեզ ասել է նախարարը, ոնց որ հենց նախարարը զանգել է իրան ասել է, դեղեր ինձ ձրի է, այդ ձրի բառն էլ միշտ օգտագործում են, բայց մենք պարտավոր ենք երևի թե բոլորին բացատրել լրիվ վերջո բոլոր բժիշկներն լավ հոգեբան են։ Այո, ծանրաբեռնվածությունը բավական շատ է, իրոք շատ է։ Ես երեք իմ վիրահատությունը, վերջին վիրահատությունը սկսել եմ 6-ից 9-ից վերջացրել եմ, ես 10-ից նոր տուն եմ հասել, գերհոգնում ենք։ Ամբողջ համակարգը գերծանրաբեռնված, այսինքն բուժ անձնակազմը բժիշկներից սկսած մինչև սանիտարка բոլորը գերծանրաբեռնված աշխատում են։ Բայց մենք էլի մեր բուժառուներին թե երթագրելով, թե գրագետ կազմակերպելով մենք բոլորին կարողանում ենք այդ բուժ ծառայությունը մատուցել, որ բոլորը ուղղակի գոհ մնան։ Այսինքն մենք ուզում ենք մեր հասարակությանը մեր կողմից անել այն ամենը, որ մարդիկ հասկանան, որ մենք իրանց կողմը ինչքան են կանգնած, ուզում ենք, որ իրանք իրոք անցնեն իրանց բնականon կյանքի։ Ես երեք իմ կատարել եմ վիրահատության 68 տարեկան մի հատ մարդու, ուղղակի չեք պատկերացնում հոդի մաշվածության աստիճանը։ Ռենտգենալոգիցի 4 աստիճան է մաշվածությունը, եթե 1-ից 4-ը իրանը ես կհամարեի 16, որովհետև մաշվածությունից բացի արդեն դեֆորմացիա, գլխիկը բարձացել էր վերև, հոդագլխիկը կոնքազդրային հոդի, ժողովուրդը դրան խնձորակ է ասում կամ օմբե ասում, քացախափոսի տանիքի պլաստիկա եմ արել, այսինքն ոսկոր եմ վերցրել, տեղադրել, որը իմ պարտավորությունների մեջ չի մտնում, որպես եթե համարենք օրենքով, բայց որպես բժիշկ մտնում է, այսինքն ես պետք է լիարժեք վերականգնամ։ Նոր տեղադրել եմ էնդոպրոթեզ, ես կատարել եմ ահռելի աշխատանք, դա այդ վիրահատությունը Եվրոպայում կարժենար $25,000, Ամերիկայում $50,000։ Իսկ մենք կատարում ենք մեր պետությունը ինչ որ տալիս է ինչ որ գումար, մենք որպես բժիշկ հայաստանյան պայմաններում անում ենք, մենք դրա համար բժշկությունը ես միշտ ասում եմ, ցանկացած մեկը ով որոշում է որ պիտի սպիտակ խալաթ հագնի, իմ աղջիկը որոշել է որ պիտի ապագայում բժիշկ լինի։ Ես իրեն ամեն օր ասում եմ, որ սա մասնագիտություն չէ, սա կյանքի որոշում է, եւ այո, սա դառնում է քեզ կենսակերպ, որովհետեւ դու չես ունենալու կամ բացառված չէ որ կունենաս, բայց փոքրինչ ավելի տուժած նաև ունենալու ես անձնական կյանք, անձնական հետաքրքրություններ, որովհետև կարծես թե դու 24/7 ռեժիմով աշխատում ես, անընդհատ տալիս ես եւ ցավոք միշտ չէ որ հանդիպում ես նաև շնորհակալության։ Իրականում միշտ հիվանդի կողմից գնահատանքը այն է, որ ինքը ժպիտով դուրս է գալիս, գոհ շնորհակալանքով դուրս է գալիս։ Շնորհակալ եմ բժիշկ ջան։ Շնորհակալ եմ բժիշկ ջան։ Իրականում նենց է չի որ մենք անդադ սպասում ենք, բայց հոգու խորքում հաճելի է։ Հավատացեք բժիշկը գնահատված է զգում այն ժամանակ, երբ որ պետությունը իրան աջակից է եւ պացիենտը այս ամեն ինչի մեջ ինքը տեղավորվում է, հասկանում է։ Այսինքն այստեղ բժիշկը պրոստը գործիք չի, որ աշխատի պետության կողմից։ Մարդը, որ պետքա գնահատանքի ենթարկվի, այսինքն ամերիկյան բժշկությունը ոնց է, կա պրոտոկոլ,
SSS դեղն է մտնում, կապ չունի որ SSS-ն էլ կարա մտնի, բայց էս է պրոտոկոլի մեջ։ Դրանից դու բուժվես թե կմահանաս, էս է պրոտոկոլը, օրենքը իր կողմն է։ Մենք հիմա տեսեք օրենքը ընդունվել պետությունը, ասում է պետքա գրանցվեն, որ գան պոլիկլինիկա։ Հիմա եկել է ցավով հիվանդը, ասում գիտեք, ինձ ձեր գրանցումը 15 օրից է օրինակ։ Ես որպես բժիշկ իմ խիղճը չի թողնում, որ ես իրան չնայեմ։ Բայց օրենքն էլ ասում է, եթե դու նայես, դու կարաս խնդրեմ ունենաս, որտեվ մենք գնում ենք դեպի Եվրոպա, Եվրոպայը ոնց է, չէ՞, ասում են մայիսին փորս ցավում է, հուլիսին ընկել են բժիշկի մոտ, բայց այդ ժամանակ էլ փորս չէր ցավում։ Բայց ինքը չի կարա մտնի մայիսին, որովհետև եթե ուզում է մտնի, պետք է այդ 600 եվրոն վճարի կոնսուլտացիա համար, այդ մնացած դեղորայքային բուժումն ունենալ հետը։ Բայց մեր մոտ գալիս է պացիենտը, ասում ենք, խնդիր չկա, համեցեք սպասեք, ես հեսա իմ գրանցված բոլոր պացիենտներին կնայեմ, ես վերջում ձեզ կնայեմ, իհարկե, ոչ չեմ թողնել դուք ցավով գնաք։ Դա մեր հոգեբանությունն է, դա մեր տրամադրվածությունն է, դա ինչքան էլ մենք այդ բան ուղեղները սահավոր ծանրաբեռնված լինի տարբեր հոգսերով, միանշանակ դու անում ես, դու կենտրոնանում ես, բայց պետքա ճիշտ արվում գրանցում, որովհետև հավատացեք, երբ որ բժիշկը շատ է հոգնում, որտեղ մենք ամեն հիվանդի վրա մենք էներգիա ենք թափում, այսինքն մենք ռեսուրս ենք ծախսում։ Անալիզի կենթարկում ասված է։ Հա, ես դրա համար միշտ չես ուզում երբեք որակը գցես։ Կապ չունի, որ պոլիկլինիկայում կլինես կամ որ կլինիկայում կլինես, ուզում ես 10 մաքսիմում բարձր բժշկական օգնություն։ Ես ուզում եմ նաև նորից վերադառնալով, հա, էնդոպրոթեզավորման արդեն այսպես բժշկական տեսանկյունին, ուզում եմ այն բոլոր մարդիկ, ովքեր այս պահին դիտում են մեր հաղորդումը կամ լսում են, ունեն որոշակի անհանգստություններ, նշեք եւ առանձնացնեք այն կարևոր ախտանիշները, որոնց դեպքում միևնույն է ինչքան էլ ասում ենք, որ պետք է կանխարգելիչ գնանք բժշկի, մինչև չի ցավում չենք գնում բժշկի։ Այն կարևոր ախտանիշներն առանձնացնեք, որոնց դեպքում բժշկի մոտ այցելությունը չպետք է հետաձգվի։ Նշեմ, որ հիվանդանոց հիվանդին բերում է միայն ցավը։ Կարծում եմ, որ մտածելակերպը կփոխվի, ամփոփեմ, եթե մենք ունենք հոդի մաշվածություն առաջին երկրորդ աստիճանի եւ ստացել ենք ինչ-որ վնասվածք, ծնկանոդում կապ չունի ինչ վնասվածք, անպայման պետք է դիմել բժշկի։ Փուլային սխեմայով մենք կատարում ենք հետազոտություններ, այսինքն առաջին հերթին բժշկի կլինիկական հետազոտությունն է։ Նույնիսկ հասարակ գերձգվածության պարագայում կա կարճ 5-ից 7 օրյա բուժում, որը որ հիվանդը շատ արագ վերադառնում է իր բնականon կյանքի։ Եթե հայտնաբերում ենք մենիսկի վնասում կամ խաչաձև կապանի վնասում կամ այլ վնասվածքներ, կատարում ենք կոնսերվատիվ բուժում։ Դեպքեր են լինում, որ կոնսերվատիվ բուժումը օգուտ չի բերում հիվանդին, այդ ժամանակ մենք առաջարկում ենք արդեն տարբեր տեսակի վիրահատություններ արտրոսկոպիկ եղանակով, դա կատարվում է 2 փոքրիկ անցքերով։ Մյուս կոնսերվատիվ բուժումը այն է, որ պետքա հայտնաբերենք խնդիրներ, որոնք որ թաքնված են օրգանիզմում, այսինքն հասարակ ինֆեկցիոն օջախ օրգանիզմ դու կարող եք ունենալ, ու այդ ժամանակ դրա հետևանքով առաջանա ծնկան բորբոքում, ժողովուրդը դրան սիրում ասել ծնգիս մեջ ջուր է հավաքվում։ Այդ պարագայում հասարակ փչացած ատամներից սկսած, գլանների բորբոքումից սկսած, միզային ինֆեկցիաներից սկսած պետք է մենք հետազոտենք, որ հասկանանք դուք ինչ խնդիր ունեք թաքնված, որ կարող է դա պատճառ հանդիսանալ, որ ծնկանոդում ժողովրդի լեզվով ասած ջուր է հավաքվում։ Ամենը բացառելով, եթե նույնիսկ հայտնաբերելուց հետո մենք կատարում ենք կոնսերվատիվ բուժում, որի մեջ մտնում է եւ դեղորայքային բուժումը, եւ ֆիզիոթերապևտիկ բուժումը, եւ որոշ կինեզոթերապևտիկ բուժումները, ստանում ենք դրա հետևանքով արդեն արդյունք։ Եթե կա վնասվածք, որը հայտնաբերվում է սոնոգրաֆիայի կամ MRT հետազոտության միջոցով, այդ ժամանակ արդեն առաջարկում ենք օրգան վերականգնող վիրահատություն։ Եթե վնասված է մենիսկը, կատարում ենք մենիսկի վերականգնում կարանյութերի օգնությամբ կամ խաչաձև կապանի վերականգնում կարանյութերի օգնությամբ, կատարում ենք բորբոքային հեղուկի կամ բորբոքային հաստացած հյուսվածքների հեռացում։ Դա ամբողջը կատարվում է արտրոսկոպիկ եղանակով։ Ու վերջում, եթե արդեն այդ ամբողջը բուժել ենք,
խորհուրդ է տրվում երկրորդ մաքսիմում երրորդ աստիճանի հոդի մաշվածության պարագայում կատարել հոդային ներարկումներ։ Դրանք հիալինային թթվի ներարկումներ են, որոնք ուղղակի պաշտպանում են հոդը հետագա մաշվելու։ Դա ամենագրագետ սխեման է։ Եթե արդեն դանակը ոսկորին է հասել ու ունենք հոդում մաշվածություն, կոնքազդրային հոդի եւ ծնկան հոդի աճառային շերտի մաշվածություն, ժողովուրդը դրան սիրում ասել աղերի կուտակում, եթե երրորդ ու չորրորդ աստիճանի մաշվածություն է, առաջարկվում է ելի երկու տարբերակ։ Առաջինը դա դեղորայքային բուժումն է, եւ եթե դեղորայքային բուժումով ստանում ենք որոշակի արդյունքներ, ներարկում ենք ներհոդային հեղուկ, որը որ պաշտպանում է հոդի հետագա մաշվածությունը։ Բայց եթե արդեն մաշվածությունային աստիճանի է, որ ուղղակի էլ տարբերակ չկա կամ անիմաստ գումարներ վատնելու իմաստ չկա, որովհետև դրա հետևանքով մենք մեկը արդյունքի չենք հասնելու, միանշանակ ճիշտ է խոսել ավելի կոնկրետ ու ազնիվ, այդ պարագայում արդեն առաջարկում ենք հոդի էնդոպրոթեզավորում, այսինքն հոդի փոխարինող վիրահատություն։ Դա կատարվում է եւ ծնկան հոդի դեպքում եւ կոնքազդրային հոդի դեպքում։ Այս 2026 արդեն վերջինս 5-ից 10 տարիների ընթացքում մենք այդ վիրահատությունը կատարում ենք բավական արագ, մեծ փորձառություն ունենք։ Ավելին ասեմ, այսօրվա դրությամբ մեր ամերիկյան, եվրոպական եւ ասիական ընկերների հետ շփվելով հասկանում ենք, որ ամբողջ սիստեմը, գործիքակազմը, էնդոպրոթեզների տարբեր մեխանիզմներ, ամբողջը Հայաստանում կա, փորձառություններից բավական բարձր է։ Այսինքն նույն որակով կատարում ենք էնդոպրոթեզը ու մեր հիվանդների այդ գոհունակության եւ այդ արդյունքների հետևանքով ենք դա մենք ասում։ Դա գրքերից ուղղակի կարդացած անալիզներ չի, այլ մեր արդյունքն է, մեր ֆիդբեքն է։ Ու ավելին ասեմ, մենք եվրոպական, երբ որ մեր գործընկերները գալիս են Հայաստան, որ փորձի փոխանակման պարագայում տալիս ենք, ասում ենք, գիտեք ինչ, այս կինը ունեցել է 30 տարի մաշվածություն, արդեն հոդի այնպես դեֆորմացիա, որ պրոստը կատաստրոֆիկ դեֆորմացիա, իրանք լվացվում են, մասնակցում են վիրահատությանը, որ կատարեն, ցնցվում են ու զարմանում են, որ երկիր են եկել, ոնց կարելի է այսպես ապրել։ Ու իրոք իրանք կանգնում են, իրանք չեն կարողանում ավարտել, որտեղ իրանք սովոր չեն։ Չէ, իրանք ոնց է, մի քիչ ցավում, մի քիչ մաշվում, արագ էնդոպրոթեզ են, այսինքն պարզ հոդերին։ Իսկ մենք ծայրահեղ ծանր մաշված հոդերին ենք դա տեղադրում, որ արդեն պրոստը երեկվա իմ վիրահատությունը որ տեսնեք, կհասկանաք ինչ կատաստրոֆիկ, բայց այդ մարդը իրոք սпасել էր այս պետության կողմից տրամադրվող աջակցությունը, ուղղակի եկել էր հրճված, ուրախ, որ բժիշկ շատ շնորհակալ եմ։ Հեսա այդ հարցն էլ պատասխանեմ։ Բժիշկ ջան, ինչ լավ է, այս օրենքը ընդունվել է, ես 10 տարի sense պատկերացնում եք տանջվում էի, ու այսօր ես այս օրենքի շնորհիվ ես կարողացել եմ, ու այսօր երջանիկ ձեռքերս համբուրում, ասեմ վերջացեք։ Ես բժիշկ եմ, աստված չեմ, ես իմ գործն եմ արել ուղղակի, ու իրոք շատ մեծ առաքելություն է, թե մեր կողմից, թե պետության կողմից մեծ աջակցություն է, ուստի մենք սովոր ենք, ասածս այն է, որ մենք սովոր ենք բավական մեր հայ կանանց, տղամարդկանց վիրահատել, որոնք որ ունեն շատ ծանր հոդի մաշվածություն։ Իրականում այդ փորձառությունը ձեր ասած կա, երկու հոդը միաժամանակ անել, ուղղակի մենք ինչու չենք կատարում, որովհետև մենք կարծում ենք այն, որ երբ որ մի էնդոպրոթեզը մի ոտքին տեղադրում ես, մյուսը որոշ գոնե ամիսուկես ապառա պետք է, հենք պետք է լինի։ Եթե ես այո, իրար օգնա, եթե ես երկու հոդը էնդոպրոթեզավորեմ ու ես գամ նկարվեմ, ասեմ, գիտեք, ինչ ես ուժեղ տղա եմ, ես երկու հոդն էլ անում, կարեմ անեմ։ Անողը ես եմ, բայց այդ հիվանդը 3-ից 4 ամիս պետքա բաներով, խադունոկով, կաստիներով քայլի կիսանկողնել, իսկ ավելի լավ չի դու մի ոտ անես, ինքը հաջորդ օրեն սկսի քայլել ամիսուկես ակտիվանա, նոր մյուս ոտ կանես։ Արդարացված որոշում չի լինի։ Միանշանակ հիմա սենց ձեզ բան ասեմ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորված հիվանդ էր եկել, Թուրքիայում վիրահատված, հայ մարդեր եկել էր իմ մոտ կոնսուլտացիայի, ասել է ծնկան հոդի էնդոպրոթեզը դրել են առանց ոչ մի բանի, ասել են քայլի խադունոկի կամ այսինքն մեզ պետք է որ ամիսուկես ինտեգրվի, չէ, այդ էնդոպրոթեզը պետք է կպնի այդ ոսկորին, այսինքն ամիսուկես դու իրամտի խնայես, որ այդ լիարժեք արդյունքը ստանաս։ Մենք էլ կարանք տենց անենք։ Ու ես կարամ նկարեմ, ասեմ, գիտեք ինչ, ես ինչ ուժեղ բժիշկ եմ, ես բայց բոլորինը նույնն է։ Ուղղակի դա ուղղակի նկարվելու, ցուցադրելու համար է, ցավոք սրտի տենց է, բայց դա օրենքներ կա, որ պետք է պահպանես։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, շնորհակալ եմ նաև ներկայության համար։
ուզում եմ հույս ունենալ, որ այսօրվա մեր զրույցը բոլոր նրանց, ովքեր դիտում կամ լսում են հաղորդումը, կլինի իսկապես ազդակ, որ չհետաձգեն բժշկի այցելությունը, ի վերջո նաև այսօր ունենք հնարավորություն ամեն բան անել հնարավորինս հասանելի տարբերակներով։ Դե մենք էլ որպես բժիշկներ իրոք պատրաստական ենք, որտեվ ցանկացած մարդու հոգեբանության մեջ պետք է կարողանաս տեղավորվել ու հասկանալ ինքը քերնից ինչ է ուզում, ինքը ինչի համար է եկել քո մոտ, ինչ արդյունք է ուզում ստանալ։ Դա բժիշկը պետք է հիվանդին բուժիչ է, ոչ թե հիվանդությունը։ Այսինքն դու պետք է բժշկի հետ պացիենտի հետ խոսես այնքան պարզ, որ ինքը հասկանա ինքը քերնից ինչ է սպասում։ Ես պացիենտներ եմ ունեցել, ասում գիտեք ինչ, այս վիրահատությունը կարամ անեմ, բայց այս վիրահատությունով դու ունենալու ես 60% արդյունք։ Որ ինքը իմանա ինձնից ինչ սպասի ու ըստ դրա էլ արդեն իր շնորհակալությունը հայտնի, այսինքն հասկանա, որ այս էր բժիշկս ասել էր, որ սրանից ավել ես չէի կարող լինեի արդյունք, որտեվ էս էր, բայց կան խնդիրներ, որ կարաս հանգիստ ասես, հեսա ճիշտ է բժշկության մեջ 100% հասկացություն չկա, միշտ էլ ոչ մեկ անձեռնմխելի չեն, բոլորն է կարան ունենան խնդիրներ, Աստված առաջ, այնց որ մենք պատրաստ ենք, շնորհակալ եմ։ Դե մեր հայ բժիշկները ուրիշ են, ես միշտ եմ ասում, որովհետև մեզ մոտ բացի այն մասնագիտական հմտությունները, գործիքակազմը, նյութական, այսպես ասած, նաև պատրաստությունը, այս ամեն ինչից զատ, ինչը որ կա դրսում, հա, մենք ունենք նաև հայկական, ես չեմ վախենում այս բառը ասել, ջիգար, որը իսկապես օգնում է նաև պացիենտին արագ վերականգնվել։ Երկու բառ ասեմ, հավատացեք գլուխ գովալ թող չլինի, բայց մեր հայաստանյան բժիշկները շատ ուժեղ են։ Ես հավատացեք շատ երկրներից եմ հայ մարդիկ, նույնիսկ ռուս վիրահատել, թե Ֆրանսիայից, թե Հունաստանից, թե Ամերիկայից, Ռուսաստան էլ չասեմ, ու իրոք իրանց խոսքերն են ուղղակի։ Իրանց խոսքերն են, դա մենակ դա իմ արդյունքը միայն չեմ համարում, այդ բոլոր բժիշկները, որովհետև այսօր հավատացեք, թե ընտանիք, թե բժշկություն, թե ընկերություն, ամեն ինչ համատեղել է, դա մեծ պետքա իրոք գրագետ լինես, որ կարողանաս այդ ամեն ինչ անել, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Տելերադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս օրթոպեդ, վնասվածքաբան, արթրոսկոպիկ եւ սպորտային վիրաբույժ Նարեկ Չալիկյանն էր։ Հիշեցնեմ, որ զրուցակցից հետ կապ հաստատելու եւ հավելյալ հարցադրումների համար կարող եք զանգահարել 077 33 07 70։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ցտեսություն։